Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևանում բարձրահարկերի պատշգամբները վտանգավոր են դարձել ինչպես բնակիչների, այնպես էլ անցորդների համար։ Ապրիլի 26-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել էր ու կինն ընկել էր ցած։ Սա էլ Երևանի կենտրոնական ամենաբանուկ փողոցներից մեկն է։ Հանրապետության փողոցում պատշգամբից պարբերաբար բեկորներ են թափվում ուղիղ մայթին։ Հարևաններն ասում են, իրավիճակը շուրջ 1 շաբաթ է նույնն է։ Ես ուղղակի մտածեցի ռեմոնտ են անում, ասեցի երևի ժիբիլա թափվում է, բայց փաստորեն շենքն է բանից, պատից է քանդվում։ Համայնքապետարան, որևէ մեկը տեղի է կա։ Չէ։ Տան բնակիչն է իջնում, անընդհատ մաքրում, բայց ինքը ոնց որ դիմել է։ Հա, տարիքով են, իսկ իրանք սեփական ուժերով կարող են վերանորոգել։ Չեմ կարող ասել։ Գիշերն է հիմնականում լինում, իջնում է առավոտյան գալիս բացում եք, տեսնում եք այդտեղը սա թափված է, բայց վերևի հարևանը տեսել է, որ իր տունն է, ինքն էլ է մեկ իջնում մաքրում, բայց ինքը ինչ-որ մի տեղ դիմել է, բայց որտեղ չգիտեմ։ Երևանի քաղաքապետարանից սակայն հայտնում են, որ Երևանում առկա բազմաբնակարան շենքերի պատշգամբները հիմնականում ներառված են բնակարանների սեփականության վկայականներում, ուստի դրանց նորոգման խնդիրը բնակչինն է, ոչ թե քաղաքապետարանին է կամ համատիրությանը։ Եթե կա վտանգ, որ դու գտնում ես քո մոտ կարող է ինչ-որ բան թափվի, նման բարձրությունների եւ նման տիպի աշխատանքները անում են արտակարգ իրավիճակները։ Սա է որպես կանոն։ Եթե վտանգ է քաղաքացիների կյանքին սպառնում, այն է այդ իրավունքը ունի, ինքը նույնիսկ կարող է, եթե տեսնի, կարող է ներքևից դա անի, հանի այդ քարը մյուս բնակիչների բանով։ Քաղաքապետարանը իրապես որևէ իրավունք չունի մարդու պատշգամբին միջամտություն անել, դա նույնն է, որ մարդու բաղնիքում միջամտություն անել։ Աբգարյանն ասում է, այն իհարկե չի վերանորոգի պատշգամբը, բայց գոնե անցորդների համար առկա վտանգները կվերացնի։ Ստացվում է, եթե պատշգամբի վթարայնության հետևանքով որևէ մեկը վնասվածք ստանա կամ զոհվի, դրա համար պատասխանատվությունը միայն բնակչինն է։